Լույս Արարոտին շարունակում ենք, մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին են մեզ միացել, վստահ եղեք, որ շատ ֆանտաստիկ պահ եք միացել, որովհետև այն մարդու հետ մենք իջած կխոսենք մեր տաղավարում։ Ես վստահ եմ, որ մեր փոխարեն հիմա շատ երազային նստած լինել։ Դեկտեմբերի 17-ին, 18-23-ին Վրաստանի Շոթա Ռուստավելու անվան ազգային թատրոնի փոքր բեմում տեղի ունեցավ Գուրամ Դոչանաշվիլու «Մարդը, որը շատ էր սիրում գրականությունը» ներկայացման պրեմիերան։ Եվ այսօր մեր հյուրն է բեմականացման հեղինակ եւ ռեժիսոր, ում հետ եւ կխոսենք ներկայացումների հաջողության եւ տպավորությունների մասին։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը։ Լույս Առավոտի։ Բարև։ Պարոն Ղազանչյան, դուք դեկտեմբեր ամիսը կարելի ասել մի ոդկով Թբիլիսիում եք, մի ոդկով Երևանում։ Միայն դեկտեմբերը չէ, հոկտեմբերն է, ըստ էության սեպտեմբերի վերջին սկսվեց, աշխատանքները սկսվեցին, եւ ազատ օրերին այնտեղ 1-2 օր ազատ օրեր լինին, դա կապված էր իմ նաեւ դերակատարների ուրիշ ներկայացումներում զբաղված լինելու հետ, ես գալիս էի, իհարկե ճանապարհը երկար է, դժվար է, բայց առանց տուն չի լինի, պետք է գաս, հետո միության գործերը կան, որքան էլ սերվից կառավարես, միևնույն հարցեր կան, որ պետք է տեղում լինես, պես։ Վերջերս տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան, ինչպիսի զգացողություններ ունեք, որ օտար բեմում ներկայացվում է հայկական ներկայացում։ Դե գիտեք ինչ, չէ, ներկայացումը հայկական չէր, իհարկե, ներկայացումը վրացական էր, դա նրանց ազգային թատրոնն է, գլխավոր թատրոնն է։ Այդտեղ իմ երրորդ բեմադրությունն էր, մի քիչ անհամեստ չլինի, բայց ասենք, որ ես առայժմ միակ հայ բեմադրիչն եմ, որ մտել է այդ թատրոն, բեմադրության հրավեր է ստացել։ Առաջին երկու ներկայացումները հայ հեղինակների գործեր էին։ Երրորդ հրավերը, որ եղավ, ես շատ ուզեցի վրացական գործ անել, բայց միևնույն է հայկական տարրը պահպանեցինք, քանի որ դերակատարներից մեկը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի մեր հայրենակից դերասաններից է, դա էլ հատուկ ես հրավիրեցի այդ ներկայացման, իհարկե խաղաց վրացերեն լեզվով Գենա Պետրոսյանը, այնպես որ պես հայկական թեքումը փորձում ենք ամեն կերպ պահպանել, իսկ այդ գործը Դոչանաշվիլու մարդ, որը շատ էր սիրում գրականություն գործը, դա պիես չի, դա վիպակ է եւ այն ինձ տվեց կարդալու Գելա Գելաշվիլին, մեր Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիվանագետներից, ես գործը շատ հավանեցի եւ դա առաջարկեցի, ինչը երկու ձեռքով ընդունվեց թատրոնի կողմից եւ աշխատեցինք, ասեմ, որ ներկայացումը այս պահին ամեն դեպս բավական հաջողություն ունի, տոմսերը անմիջապես սպառվեցին պրեմիերայից հետո, երկու ներկայացումներին ամսի 16-ին եւս դրված է ներկայացումը, արդեն մինչև այս տարվա գալը արդեն վաճառված էր, նաև 16-ի ներկայացումը, այնպես որ դրա համար էլ եմ շատ ուրախ, ներկայացումը հաջողություն ունեցավ, պարզվեց Դոչանաշվիլուն շատ սիրում են, վրացիները շատ սիրված հեղինակներից է իրենց, մի խոսքով առայժմ նորմալ է ամեն ինչ եւ իհարկե մեծ պատիվ է, որովհետեւ լեգենդար թատրոնն է, Ռոբերտ Ստուրոյի թատրոնն է, դա աշխարհահռչակ թատրոն եւ աշխատել այդ թատրոնում, ապրել այդ թատրոնում, ես թատրոնում էլ ապրում եմ, որտեղ իրենք թյուրատուն ունեն թատրոնի ներսում, հենց հրավիրված բեմադրիչների համար հիմնականում, շատ մեծ բավականություն էր, շատ մեծ հաճույք էր եւ ընդհանրապես շատ բան է սովորում։ Ռոբերտ Ստուրոյան կենթանի լեգենդ, նրա փորձերին ըստ ներկա լինում, նրա հետ է շփվում անընդհատ, դա մեծ բան է, քիչ բան չի։ Պարոն Ղազանչյան, որքանով է բարդ գրական տեքստը տեղափոխել բեմ։
Գիտեք ինչ, այս պարագայում իհարկե դժվարություններ կային այս ներկայացման։ Ընդհանրապես ինքը լրացուցիչ աշխատանք է պահանջում, լրացուցիչ ասելով պետք է արձակգործը դառնա պիես։ Եվ դա իմ կարծիքով դա պետք է անի հենց բեմադրիչը, բայց շատ դեպքեր կան, երբ որ պատվիրում են ինչ-որ մարդկանց, որոնք պիեսի են վերածում, բայց Էլի եմ ասում, ճիշտ է, որ անի բեմադրիչը, որտեղ բեմադրիչն է տեսնում ապագա ներկայացումը եւ ինքը գիտի ինչը հանես այդտեղից արձակգործից, ինչը տանես բեմ։ Դե ամեն դեպքում ամեն ինչ այնտեղից բեմ տանել հնարավոր չի։ Ինքը գործը առաջին հայացքից շատ ստատիկ էր թվում այն առումով, որ եկել են հարցազրույց վերցնելու ֆոտոատելյեի աշխատողի հետ եւ ըստ էության նստած մեկը հարց է տալիս, մյուսը պատասխանում է։ Բայց արդյունքում դարձավ շատ դինամիկ ներկայացում, բավական գործողության տարը բավական ակտիվ էր եւ ասեմ, որ վրացիները իրենք էլ ասում էին մենք չենք պատկերացնում, նրանք ովքեր լավ գիտեին գործը, նրանք ասում էին մենք չենք պատկերացնում, որ այն կարող է դրամատիկական թատրոնի նյութ դառնա, որ դրամատուրգիա կարող է այդպես մտնի այդ գործի մեջ։ Դե բեմականացումը ես սկսեցի անել բնականաբար Երևանում, դեռևս երբ որ արդեն համաձայնությունը եղավ, եւ իհարկե պիեսը նայեց նաեւ ծանոթացավ բեմականացմանը նաեւ Դոչանաշվիլու դուստրը, դե Դոչանաշվիլին վախճանվել է դեռևս թե չեմ սխալվում չավելի վաղ եւ այո նրանց կողմից էլ դստեր կողմից էլ հավանությունը եղավ եւ սկսեցինք աշխատել։ Պարոն Ազանյան, բոլորը գիտեն, որ դուք անկարելի տեքստերից կարողանում եք ներկայացում ստանալ։ Դոչանաշվիլու այս գործը կարող ենք այդ շարքին դասել, թե ոչ։ Միանշանակ, որովհետեւ գիտեք ինչ, այդպիսի օրինակ ռուսական թատրագիտության մեջ այդպիսի կարծիք կա, որ լավագույն դրամատուրգը, ռուս լավագույն դրամատուրգը Դոստոևսկին է, բայց Դոստոևսկին պիես չի գրել ընդհանրապես։ Նկատի է ունեցվում ֆաբուլայի եւ սյուժեի շատ հստակ, շատ դինամիկ, շատ արտահայտիչ լինելը եւ այս պարագայում այո Դոստոևսկին շատ է բեմականացվում եւ շատ է բեմադրվում ոչ միայն Ռուսաստանում, ամբողջ աշխարհում։ Այս պարագայում իհարկե մի քիչ դժվար էր, երբ որ բեմականացման վրա աշխատում էի, շատ բարդ էր, բայց անհնարին ոչինչ չկա, որովհետև գործը ինքը շատ գրավիչ գործ է եւ շատ իմ կարծիքով արդիական, իմ կարծիքով ավելի արդիական, քան այն ժամանակ, երբ որ գրվել է, իսկ գրվել է սովետական տարիներին եւ այո, մեր այս կոմպյուտերային, հեռախոսային, սմարթֆոնային եւ արհեստական բանականության այո առավել եւս դարում գիրք կարդալը կարծես թե մղվում է երկրորդ պլան, կարծես թե մոդայիկ չէ եւ հենց այս պիեսը դրա մասին է, հենց այս պիեսը գրականության արժևորման մասին է, ընդհանրապես ընթերցանության արժևորման մասին է եւ այդ մարդը, որը թե այսօր ապրեր, երևի թե խելագարներից մեկը լիներ, երևի մատով ցույց տային նրան, ես չգիտեմ ինչպես կվերաբերվեին, այո, այդ գրականությամբ տարված եւ ամեն ինչ աշխարհում ամեն մի երևույթ համեմատում է գրականության այս կամ այն հերոսի հետ, այս կամ այն դրվագի հետ հրաշալի գործ է իմ կարծիքով շատ արդիական եւ քանի որ այդ մասին խոսեցինք թերևս ես Հայաստանում էլ այն բեմադրեմ։
Մենք խոսեցինք նայեք երիտասարդությունից, խոսեցինք, որ գիրք կարդալը նորաձև չէ ցավոք սրտի, եւ ես պատահական չէր, որ նշեցի դեկտեմբերին դուք մի ոդկով Թիֆլիսում եք, մի ոդկով ստեղ, որովհետեւ ստեղ դուք զբաղված եք նաեւ Սամվել Մարտիրոսյանի պիեսով, որտեղ շատ հետաքրքիր գույն տվեցին Գալենովենցի թատերախմբի ձեր ուսանողները, որոնք ամբողջությամբ հակառակն են իմ կարծիքով ապացուցում, որ այո, իրենք կարդում են, այո, իրենք դաստիարակվում են եւ այո, նրանք խելացին եւ կփոխեն եւ կտան այն, ինչը պակասել է։ Դա պարտադիր պայման է իմ կողմից ուսանողներին եւ ես միշտ ասում եմ ոչ միայն իմ ուսանողներին, ասում եմ, որ շատ տաղանդավոր դերասան է, որքան ուզում ես տաղանդավոր լինի, եթե անգրագետ ես, բեմում դա երևում է։ Դա զգացվում է եւ եկին շատ հաճախ օրինակներ են բերում, այս մեկը այդքան կարդացել էր, ես ասեմ, մենք այն բախտավոր սերնդի ներկայացուցիչներից եմ, որ շատ մոտիկից, շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ եղել եւ Խորեն Աբրահամյանի, եւ Սոս Սարգսյանի, եւ Մեհեր Մկրտչյանի։ Հավատացեք, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը բացառիկ գրագետ մարդիկ էին։ Եվ հետո հետ գնանք, այ Վահրամ Փափազյանի աշխատությունները հիմա կարդանք, ինչ լեզու է, ինչ դարձվածքներ են, ինչ հետաքրքիր վերլուծություններ են, այդպիսի լեզու հիմա չկա։ Բացառիկ գրագետ մարդիկ են եղել, մեծ դերասանները, այնպես որ թող չխափնվի ոչ մեկ, առավել եւս ռեժիսորները, իմ կուրսը ռեժիսորադերասանական կուրս է։ Առավել եւս ռեժիսորներին, ռեժիսորական խմբում սովորողներին ես ասում եմ, օրը մի պիես պետք է կարդաք։ Մի պիես օրը, ընդ որում պիեսը հարկավոր է կարդալ, դա իմ սկզբունքն է եւ կարծում եմ ոչ միայն իմ, պետք է մի շնչով կարդացվի։ Ոչ թե 10 էջ այսօր, վաղը 5 էջ, մյուս օրը վեպի նման չեն կար։ Պիեսը պետք է ռեժիսորը միանգամից կարդա, որպեսզի հասկանա ինչ անում։ Եվ այս առումով իհարկե փորձում եմ նաեւ ցավով եմ ասում դպրոցների բացը ինչ որ ձևով լրացնել։ Իսկ Հակոբ Ղազանչյան արվեստանոցի մասին ինչ կասեք, երբ եք պլանավորում։ Դե Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը շուտով այդպես կկոչվի նորաստեղծ թատրոնը։ Ես չեմ շտապում առայժմ, որովհետև դա շատ լուրջ գործ է, լուրջ աշխատանք է լինելու եւ կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ մենք կունենանք իմ ուսանողների հետ կունենանք 2, 3, 4 ներկայացում, արդեն կարելի կլինի այն հայտարարել թատրոնի բացման մասին։ Այս պահին ես տարածքներ եմ նայում, այս պահին Փարքասը հովանավորներ կան իմ կողքին, որոնք հույս ունեմ կօգնեն ինձ գոնե սկզբնական շրջանում, որովհետև թատրոնը միայն ներկայացումը չի, հազար ու մի իր հետ խնդիրներ է բերում եւ դա վերջին հաշվով իմ տարիների երազանքն է եղել, որ հույս ունեմ կհասցնեմ իրականացնել սեփական թատրոն ունենալը, մասնավոր թատրոն ունենալը, պետությունից անկախ նկատի ունեմ նախարարական եւ մյուս կառույցներից անկախ լինելը, ես կարծում եմ, որ այս տարի համենայն դեպս մենք մինչև աշուն կարծում եմ արդեն ականատեսը կլինենք։ Պարոն Ղազանչյան, նաև ներողություն կոչում այս տարի մարտի 27-ին, ինչպես միշտ գիտենք, արտված մրցանակաբաշխությունն է, անցած տարի այն կայացավ Ղափանում, որտեղ դուք 2 անգամ նաև հնարավորություն եք ունեցել ներկայացումների փառատոն անցկացնել եւ անցած տարի Շիրվանզադեի 90-ամյակներ թատրոնի։ Այս տարի որտեղ է անցկացվել։ Այս տարի Երևանում կանցկացվի ու այդպես է ծրագրված Երևանում կանցկացվի, որտեղ դեռ չեմ կարող ասել, որովհետև դա կապված է նրա հետ, թե ինչ ֆինանսավորում ենք կունենանք։
դրա, բայց կանցկացվի Երևանում աշխատանքները վաղուց տարվում են, էքսպերտները արդեն նայում են ներկայացումները եւ փետրվարի 1-ին, 2-ին արդեն երկրորդ փուլ անցած աշխատանքները կհրապարակվեն, արդեն կկանա վարչության նիստ, կընտրվի ժյուրին, որը արդեն երկրորդ փուլ անցած աշխատանքներից շորտ լիստից կընտրի հաղթողներին։ Վերջին հարցը կարծում եմ տանք։ Պարոն Ղազանյան, հայ թատրոնը որքանով է մրցունակ այսօր միջազգային հարթակներում։ Շատ մրցունակ է։ Շատ մրցունակ է, մենք ունենք բավական հետաքրքիր ռեժիսորներ, հետաքրքիր աշխատանքներ, որոնք տարբեր միջազգային հեղինակավոր փառատոների են հրավիրվում, մեծ հաջողություն են ունենում, շատ լավ թատերախոսականներ են ունենում, այնպես որ ես երբեք իմ ջայլոց ասեմ, թերահավատորեն չեմ նայել հայ թատրոնին, ժամանակակից թատրոնին, ընդհանրապես մի փոքր պետք է ուշադրությունն ավելանա միջազգայնացնելու ուղղությամբ հարցում պետք է մի փոքր պետության, նաև տարբեր հովանավորների ուշադրությունը մեծանա, մենք ունենք ապրանք, կոպիտ ասեմ, որը կարող ենք պատվով ներկայացնել ուզած միջազգային թատերական փառատոնում։ Շնորհակալ ենք, պարոն Ղազանյան, շնորհակալ եմ ես։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ բեմադրիչ Հակոբ Ղազանյանը։ Ցավոք սրտի այսքանով էր մեր լույս առավոտին հետաքրքիր, վաղը կրկին կհանդիպենք, բայց տաղավարում կաշխատեն Կրիստինան եւ Թերեզան։ Ձեզ լավ օրվա շարունակություն։